Շնորհակալություն հրավերքի համար եւ հետաքրքիր ֆորմատ կազմակերպելու համար, բայց մինչ բուն թեմային անդրադառնալը կուզեմ անդրադառնամ անցած շաբաթ տեղի ունեցող 3 կարևորագույն քաղաքական գործընթացների մասին, Գյումրիում տեղի ունեցող հավաքանու ընտրությունների, Փարաքյարում տեղի ունեցող հավաքանու ընտրություններին եւ Արցախահայության մեծ ընդվզումը կամ հանրահավաքը Ազատության հրապարակում, ժողովրդի լեզվով հայտնի օպերայի հրապարակում։ Նախ ողջունելի այն փաստը, որ Փարաքյարում 56%-ով ընդդիմադիր, ասենք, ուժը կամ ուժերի միասնությունը հաղթահարեցին եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ասեցին ոչ։ Այսինքն նշանակում ըստ տրամաբանության, որ Երևան քաղաքի թիկունքը Նիկոլ Փաշինյանը կորցրեց 2026 թվականի ընտրությունների ժամանակ, որ իրեն պետք է աջակցեն։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեց այն պարզ պատկերը, որ գյումրեցիները նույնպես ասեցին, որ այո, որոշակի խմորումներ գնում են քաղաքապետի ընտրության, ով կլինի, բայց համենայն դեպս անկախ ամեն ինչից պարզ դարձավ ամբողջ հայ ժողովրդին, որ ԿՊ-ն չունի այն աջակցությունը, որը ժամանակին նույն 18 թվականին եւ 21 թվականին։ Եվ Արցախի հայության հանրաքվեն, ավելի ճիշտ հանրահավաքը, որը կազմակերպվեց, լավ էր կազմակերպված։ Պահանջները կտրուկ էին եւ հստակ։ Խնդիրը նրանում է, որ կառավարությունը ականջալուր լինի, քայլեր ձեռնարկի, որ այդ խնդիրները մեկ անգամով հնարավոր չի լուծել, բայց թիրախավորի եւ կետարկետ, ասենք, լուծումները տան։ Ես ավելի մանրամասն ընթացքում կանդրադառնամ։ Եվ մի փոքրիկ բան, մեր այսօրվա իշխանավորները պետք է քաշ գիտակցեն, ինձ թվում է գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բաժանված է 4 ճյուղերի՝ օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն, գործադիր իշխանություն եւ 4 իշխանություն, այսինքն մամուլը, ԶԼՄ-ները, որը լուսաբանում են թե Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող process-ները եւ թե աշխարհում։ Եվ այն երիտասարդը, որը ներկայացնում է ԿՊ կուսակցությանը, լինելով ազգային ժողովի պատգամավոր եւ բավականին բարձր եկամուտներ է ունենում, գինովցել էր, իրավունք ուներ, բայց ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ վայրում էր հայտնվել այդ երիտասարդը։ Եվ անվայել խոսքեր հղելով, ասենք, 4 իշխանության ներկայացուցիչներին, որոնց իդեպ իրենք ժամանակի նախ էին անում, որ իրենց լուսաբանեն եւ հայտնի դառնային, վիրավորեց։ Դեմքը փրկելու համար, այո, մանդատը վայր դրեց, բայց ես խորհուրդ կտայի թե ընդդիմադիր, թե իշխանական ողջ ներկայացուցիչներին 4 իշխանության հանդեպ հարգալից լինեին։ Ինչ վերաբերվում է այսօրվա բուն թեմային, սոցիալ-տնտեսական, այո, Հայաստանի Հանրապետությունը սոցիալապես բավականին ծանր վիճակում է հայտնվել եւ օրեցօր ցավոք սրտի խորանում է այդ սոցիալական ծանր վիճակը եւ վստահ եմ կգա մի պահ, որ սոցիալական ընդվզումա լինելու հասարակության բոլոր շերտերի կողմից օրվա իշխանությունների հանդեպ։ Միայն այն, որ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխատող մարդն է համարվում աղքատ եւ թոշակառուն է համարվում աղքատ, դա արդեն բավական է այն պարզ պատկերը, որ Հայաստանի Հանրապետությունում օրեցօր աղքատության շեմից այն կողմ են հայտնվում նորանոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Միայն այն, որ ունենք 600,000 թոշակառուներ, որը ազգաբնակչության 18-ից 20%-ն է, ունենք շուրջ 200,000 հաշվանդամ թոշակառուներ, որը ազգաբնակչության շուրջ 8-ից 9%-ն է, եւ ունենք մոտ 73,000 թոշակառուներ, որոնք աշխատում են։ Մի պահ պատկերացնենք, որ այդ թոշակառուներն էլ չեն աշխատում, ավելի խորը կլիներ այդ սոցիալական խնդիրները։ Այո, սոցիալական խնդիրները հիմնականում պայմանավորված են օրվա կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությամբ։ Այն պատկերը, որ այսօր ունենք, թե նախկին իշխանությունների կողմից, թե այսօրվա 7 տարվա անփոփոխ իշխանության կողմից ապիկար, ապաշնոր, ասենք, կառավարման արդյունք է։ Միայն այն, որ հասարակ քաղաքացիները իրենց աշխատանքի արդյունքում հարկատու են հանդիսանում, տնտեսվարող սուբյեկտները որպես միջնորդներ, կազմակերպում են տնտեսական գործունեություն եւ մի մասը վճարում են պետական բյուջե քաղաքացիների եկամուտների հարկերի տեսքով։ Կառավարությունը ոչ միայն ոչ արդյունավետ է կառավարում այդ միջոցները, այլ նաև յուրացնում է, դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, որին պետք է ապագա իշխանությունը քաղաքական գնահատական տա, որովհետև պետական բյուջեի
10 դրամը անարդյունավետ վատնելը, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության հասարակության բոլոր շերտերում սոցիալական խնդիրներ, ինչու, որովհետև պետական բյուջեն ունի ծախսեր եւ եկամուտներ։ Եկամուտները բավականին համեստ են, բայց անկախ ամենից ունենք սոցիալական լուրջ խնդիրներ, որի համար ծախսեր են անհրաժեշտ։ Միայն 25 թվականի կատարողականով պետական բյուջեն հավաքագրվելու է 2 տրիլիոն շուրջ 870 միլիարդ դրամ, իսկ կատարողականը ծախսայինը լինելու է 3 տրիլիոն 444 միլիարդ դրամ, միայն 604 միլիարդ դրամ պակասուրդ ունենք, եւ այդ պակասուրդի մի մասը արդեն իսկ պետությունը պարտքի տեսքով վերցրել է, միայն 750 միլիոն դոլար միջազգային ֆինանսական շուկաներում թողարկելով պետական եվրոպարտատոմսեր, եվրոբոնդեր, եւ այս վերջերս 337 միլիարդ 400 միլիոն դրամի ներքին պարտքն է նաեւ ավելացրել, թողարկելով կենտրոնական բանկի կողմից պետական պարտատոմսեր կոմերցիոն բանկերի միջոցով այն վաճառքի, այսինքն արդեն իսկ այս 3-4 ամսվա ընթացքում մեր պարտքը ավելացավ եւ հետաքրքիրն է նա, որ 600 միլիարդ դրամ դեֆիցիտը անում է շուրջ 1.5 միլիարդ դոլար, բայց միայն նաեւ 25 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ներքին եւ արտաքին պարտքի սպասարկման թե մայր գումարի, թե տոկոսների, մենակ 2.4 միլիարդ դրամ։ Այսինքն մենք այս տարի ավելի շատ պարտ պետք է փակենք, քան այն գումարը, որ մեզ անհրաժեշտ է արկա եկամուտը կանխատեսելով, մենք կատարենք սոցիալական ծախսեր։ Սոցիալական ծախսերն էլ բազմաշերտ են։ Պետական աշխատողների աշխատավարձ, պետական աշխատողների սոցիալական ծրագրերի անխափան ապահովում, ասենք թոշակառուների, կենսաթոշակների վճարում, հաշվանդամ թոշակառուների վճարում, տարաբնույթ սոցիալական ծրագրեր եւ այս ամբողջի միակ պարզ տրամաբանությունը նա է, որ պետական բյուջեն մենք տասնամյակներով այնպես ենք կառավարել, որ այսօր մենք ավելի շատ պարտք ենք փակում, քան անհրաժեշտ է պարտք վերցնել, որպեսզի պետական բյուջեի դեֆիցիտը ծածկել եւ կարողանալ անհրաժեշտ գոնե սուղ միջոցներով սոցիալական ծախսերը իրականացնելու համար ավելի տխուր կարող են թվեր բերել, ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետ, եթե 7%-ը 65 տարեկան եւ ավելի, եթե բնակչության 7%-ից եւ ավելին է լինում, այդ ազգը համարվում է ծերացող, բայց եթե 14% եւ ավելին 65 տարեկանից ավելի ազգաբնակչություն է լինում, այդ ազգը համարվում է ծերացած։ Հայաստանի Հանրապետության թոշակառուների թվականակը հաշվարկելով տոկոսայինով բնակչության թվականակը Հայաստանի Հանրապետության թոշակառուների թիվը արդեն գերազանցում է 18-19%, այսինքն մենք ոչ թե ծերացող հասարակություն ենք, մենք անգամ այդ կարմիր գիծն ենք հատել, մենք ծերացած հասարակություն ենք եւ ծերացած հասարակությունը ցավոք սրտի նաեւ իր հետևից բերեց ծերացող երիտասարդություն, ինչու, որտեղ եթե ազգաբնակչությունը արդեն իսկ ծերացած է համարվում, դա այսպես թե այնպես բերում է սոցիալական լուրջ խնդիրների, եթե ոչ աղետի, որովհետեւ թոշակառուների թվականակը ավելանալով եւ պետական բյուջեի վրա ոչ թե բեռ ինձ թող ներող լինեն, այդ իրականում մասնագիտական տերմինոլոգիայով բեռ է հանդիսանում պետական բյուջեի վրա, բայց մեր աշխատուժի շուկայի թվականակը չի ավելանում, մեր տնտեսվարող սուբյեկտների թվականակը չի ավելանում եւ ծնելիության ցածր մակարդակը արտագաղթը, իսկ արտագաղթում են ոչ թե թոշակառուներ, այլ երիտասարդ ընտանիքները, ինչ է տեղի ունենում, ծնելիությունը ցածր է, որը պետք է աստիճանաբար համալրի ազգաբնակչության երիտասարդացմանը եւ ապագա ընտանիքներին, ապագայով զինված ուժեր, աշխատուժի շուկա, ծնելիությունը ցածր է, արտագաղթում են երիտասարդ ընտանիքները իրենց փոքրիկ երեխաներով, ազգաբնակչությունը զգալիորեն բավականին արագ տեմպերով ծերանում է եւ ունենում ենք մի խնդիր, մենք ոչ թե ծերացած հասարակություն ենք, այլ կարող են վստահաբար ասել, մենք արդեն իսկ մարող հասարակություն ենք, ինչ վերաբերում այն սոցիալական խնդիրներին, որը ահագնանում է յուրաքանչյուր Աստծո օր, պայմանավորված է վստահեցնում ձեզ բացառապես պետական բյուջեի անարդյունավետ կառավարման արդյունքում, հետևաբար ունենք այն պարզ պատճառը, այո, տրանսպորտը թանկացել է, կատամթերքը թանկացել է, ձեր ասենք յուղմթերքը թանկացել, այո, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, երկրորդական, երրորդական, բայց խնդիր է առաջանում հետևյալ, որովհետև տեսեք,
աշխատուժի շուկայի շուրջ 30%-ը պետական ապարատի աշխատողներն են, որոնց աշխատավարձը չի բարձրանալու։ Այսինքն, էսի շուրջ 3-ից 400 հազար ազգաբնակչություն, 600 հազար եւ ավելի թոշակառ ունենք, որոնց թոշակը չի բարձրանալու։ Ունենք մասնավոր ոլորտում շուրջ 400 հազար աշխատող, որից 300 հազարն է ապրանք արտադրում, այսինքն եկամուտ է գեներացնում մեր տնտեսությունում, հետեւաբար այս 300-ից 400 հազարը պետք է ապահովի 400 հազար պետական ապարատում, ոստիկանություն կլինի, մանկապարտեզի դայակ կլինի, կրթության ոլորտ, պաշտպանության ոլորտ, բոլոր պետական ոլորտներում, այսինքն այս 3-ից 400 հազարը պետք է ապահովի եկամտով 400 հազար պետական ապարատի աշխատողներին, 600 հազար տարեց թոշակառուներին, 200 հազար հաշվանդամ թոշակառուներին, իսկ ներողություն, մեր տնտեսությունը չի կարող իրեն թույլ տալ 300 հազարով այնպիսի արտադրական պրոցես սկսել, որ կարողանանք գեր եկամուտներ գեներացնենք։ Պարզապես մի կարևոր բան, տնտեսության զարգացման հիմնաքարը դա արդյունաբերությունն է։ Մենք 30 տարվա մեջ հակառակը որտեղ գրեցինք, որ կարող ենք բոշայի պես առևտուր անել, եւ առևտրով մեր տնտեսությունը ոչ միայն կայունացնել, այլ նաև զարգացնել, ոչ, մենք այն տարածաշրջանում չենք, որ կարողանանք բոշա առևտուր անելով տնտեսություն զարգացնենք։ Մենք այն տարածաշրջանն ենք, եւ մեր ժողովրդի տեսակը այնպիսին է, եւ վառ արտացոլվեց 70 տարի սովետական միության ժամանակ, որ Հայաստանը այո կարող է լինել ծանր, հզոր արդյունաբերական երկիր, որը հիմքն է տնտեսության ազգերի հարստացման։ Մենք երբ կդադարենք ասենք սպառողական, թերարտադրողական երկրից վերածվել արդյունաբերական արտադրող երկրի, մեր աշխատուժի 50 գումարած 1%-ը երբ որ գեներացվի արտադրության ոլորտում, նշանակում է այդ օրվա իշխանությունները հաջողել են իրենց առջև դրված տնտեսական, ռազմավարական խնդիրները հաղթահարելու համար։ Այս կառավարությունը 7 տարվա ընթացքում հակառակը արտադրության ոլորտի աշխատողների թիվը նվազեց, պետական ապարատում աշխատողների թիվը ավելացավ, հիմնականում ուժային գործոնով պայմանավորված, ոստիկանություն, ներքին գործեր, եւ արտադրության եւ արդյունաբերության ոլորտը գնալով սեղմվելով, աշխատուժը արդեն աշխատանքի փնտրտուքի մեջ եղավ առևտրի եւ սպասարկման ոլորտում, բանկային համակարգում։ Եվ այն ապրանքների եւ մատուցող ծառայությունների գները, որը այսօր բարձրանում են, տնտեսագիտական տեսանկյունից օբյեկտիվ է, որովհետև կառավարությունը այսօրվա իր ապիկար, ապաշնոր, հակապետական կառավարման արդյունքում այնպիսի մի իրավիճակ է ստեղծել, որ չի կարող առանց հարկային քաղաքականության խստացման եկամուտներ հավաքագրել պետական բյուջե եւ այն նվազագույն ծախսերը իրականացնել, ստիպված է վարկեր վերցնել, որպեսզի կարողանա պետական ապարատի անխափան աշխատանքը եւ տնտեսության եւ հասարակության առջեւ իր իսկ կողմից ստանձնած պարտականությունը գոնե նվազագույնը թոշակները պետական աշխատավարձներ տալը, նա ստիպված է, իսկ դրա արդյունքը միանշանակ ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գների բարձրացումն է։ Տրանսպորտից ենք խոսում։ Հիմա ես հարց եմ ուզում տամ պարոն Ավինյանին։ Պարոն Ավինյան, տրելեբուսը, մինչ հունվարի 1-ը 50 դրամ էր։ Դուք դարձրեցիք 150 դրամ։ Հարց. 100%-ով բարձրացավ տրամբան, տրելեբուսի, ասենք արժեքը, 100%-ով մատուցվող ծառայության որակը բարձրացրեցիք, ոչ։ Հին տրոլեյբուսներն են աշխատում։ Մետրոն եւ հանրային վերգետնյա տրանսպորտի սակագինը 50 դրամով թանկացրեցիք, ձեզնով լիներ 150 հազարով կթանկացնեիք, 50 դրամով թանկացրեցիք, այսինքն 50%-ով թանկացավ այդ մատուցվող ներգետնյա եւ վերգետնյա հանրային տրանսպորտի սակագինը, 50%-ով դուք որակը բարձրացրեցիք մատուցվող ծառայության, ոչ, քաղաքացին շարունակում է ուշացած աշխատանքի գնալ, ուշ վերադառնալ աշխատանքից տուն, ել չեմ ասում առավոտյան եւ երեկոյան, այդ խիտ մի փոքրիկ, գնանք ասենք այլ ոլորտները, ծառայությունների այլ ոլորտներ, ապրանքների եւ ասենք տարաբնույթ առաջնային նշանակության ապրանքների գների թանկացմանը։ Մի մասը միգուցե օբյեկտիվ գործոնից լինելով ապրանքի գները թանկանում են, որովհետեւ մենք ավելի շատ ներկրում ենք,
քան արտադրում ենք։ Ներկրվող ապրանքների գները կարող են տատանվել եւ դրական ազդակներից ելնելով եւ բացասական ազդակներից ելնելով։ Դրական ազդակները ո՞րն են։ Ենթադրենք Բրազիլիայից ներմուծում ենք խոշոր խմբականակի սուրճ։ Եթե այնտեղ եղանակը բնակլիմայական պայմանները բարենպաստ են, միջազգային, ասենք այդ ապրանքների ֆոնդ շուկայում բորսաներում այդ ապրանքի գինը նվազում է, բայց չգիտես ինչու դրական ազդակ է ներկրող կազմակերպությունների համար, որ այդ ապրանքի տեսակի գինը նվազեցնեն, բայց մեզ մոտ չեն նվազեցնում, բայց շատ արագ արձագանքում են, երբ որ ներմուծվող ապրանքները, որոնք ասենք բնակլիմայական գործոնից ելնելով, քաղաքական գործոնից լինելով, ասենք գները թանկանում են միջազգային շուկայում, մեզ մոտ շատ արագ արձագանքում են, այսինքն դրա համար ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունում այն պետական կառույցները, որոնք ըստ օրենքի պետք է ուսումնասիրեն ամեն աստծուր Հայաստանում մատուցող ապրանքների եւ ծառայությունների սակագները, որքանով է պայմանավորված տնտեսվարող սուբյեկտիվ քինքին, որ ապրանքի եւ մատուցող ծառայությունների գները բարձրացնում են, եւ որքանով է պայմանավորված օբյեկտիվ գործոնով, թե երկրի ներսում, թե միջազգային շուկայում, ինչու է այս կամ այն ապրանքի գինը բարձրացել, ինչու է այս կամ այն մատուցող ծառայության գինը բարձրացել։ Ես տեսնում եմ մեր նախարարական, ասենք, պորտֆելը, ինչպիսի նախարարներ ունենք, ել չեմ ասում մեր թիվ 1 վարձու աշխատող գերագույն գլխավոր հրամանատար եւ ինչ են այնտեղ ասում գործադիր տնօրեն վարչապետի շնորհքն չունի, գոնե նվազագույնը գործադիր տնօրեն ասենք, գործադիր տնօրենի թե գիտելիքները, թե ասենք հայրենիքի հանդեպ իրենց կողմից ստանձնած պարտքը նրանք չեն գիտակցում ուր են հայտնվել, հետեւաբար Գյումրիում այդ տղան խմած փողոցներում մանչեր գա, նա չի գիտակցում ուր է հայտնվել որտեղից։ Մեր էկոնոմիկայի նախարարին տեսնելով, ֆինանսների նախարարին տեսնելով, իսկ ներողություն մենք ունենք այն ինչ որ ունենք։ Ես կուզեմ նաև անդրադառնալ Արցախի ազգաբնակչությանը, որը այո շուրջ 100,000-ից ավելի 120,000, 150,000 պաշտոնական տվյալները համենայն դեպս չկան, թե քանի հազարն են լքել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ պաշտոնական տվյալներ հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Արցախի ազգաբնակչության ներկայացուցիչները կհրապարակեն, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ շատ մարդիկ հարցադրումներ ունեն օբյեկտիվ, ասում են թող ասի Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Արցախի հայության հավաքական խմբի ժողովրդի ներկայացուցիչները, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներից որքան են արտագաղթել, որքանն են, արցախցիների քանի տոկոսն են ծերունական թոշակառուներ, քանի տոկոսն են հաշվանդամներ, քանի տոկոսն են այստեղ տնտեսական գործունեությամբ զբաղվում, քանի տոկոսն են, որ ունեն բնակարան, եւ քանի տոկոսն են, որ չունեն բնակարան եւ անչափահաս երեխաների թվաքանակը, այսօր Արցախում, Հայաստանում գտնվող արցախցիները աշխատունակ տարիքում են, քանի տոկոսն է, որ աշխատանք են գտե աշխատում են, եւ քանի տոկոսն է, որ աշխատանքի փնտրտուքների մեջ են, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե անհիմն վիրավորեն Արցախահայությանը, անվանելով, չգիտեմ, ներողություն եմ խնդրում կոպիտ բառիս համար, ծերակերներ նստել են մեր վզին եւ այլն, ես իրոք ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գոնե այս հարցում սեփ չխրի արցախցի հայաստանցի հասկացության մեջ, թող հրապարակեն այն օբյեկտիվ պատկերը այդ 120,000 արցախահայության, որը ես նշեցի ինչ ասենք կոմպոնենտները շերտ մարդկանց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հասկանա, թե որքանով է օբյեկտիվ արցախահայության եւ իրավական եւ բարոյական պահանջը եւ մեր կառավարությունը ինչպիսի քայլեր է անում, որ Արցախի ասենք հայ ազգաբնակչությունը այո սոցիալապես ապահովված լինի, բարոյապես ապահովված լինի, աշխատանքով ապահովված լինի, այո կառավարությունը հնարավորություն ունենանք բնակարանով ապահովենք, խնդիրները եւ մութ հարցերը բազմաթիվ են։ Ես կխնդրեմ, որպեսզի այդ ինֆորմացիան հրապարակվի, որ արցախցիների եւ հայաստանցիների այդ տարբերությունը չդրվի առավել եւս Հայաստանի Հանրապետության ներսում։
Այո, ցավ ենք ապրում Արցախի կորստով եւ այն, որ Արցախը հայության հարցերը պետք է լուծվեն պետական մակարդակով եւ երկու ժողովուրդների, այսպես ասած, համերաշխության սկզբունքով, դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, տարածաշրջանի Հայաստանի Հանրապետության որթե գրած քաղաքականությունից, Արցախահայության, ինչու՞ չէ նաեւ ետ վերադարձ արցախցիներին իրենց իսկ բնորանը, իրենց իսկ հայրենիքը։ Շնորհակալություն, ձեզ շատ շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, խնդիրը այդպես հիմնովին վերլուծելու եւ Արցախայության հարցը վերաբարձրացնելու համար, բայց այդ ձեր հարցադրումներին ես կփորձեմ որոշակի պատասխանել։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը չի մտահոգում Արցախայության ձեր թվարկած այդ օղակներում արկա բնակչության թվակազմը եւ ուր դիմում ես ասում են մենք բազա չունենք կեղծ տվյալներ, որ իբրև բազա չունեն, ոնց չունեն ինչ որ տվյալ կամ բազա, եթե այն Արցախ մուտք է գործել Հայաստանի Հանրապետությունից, բազան արկա է, նրանք հստակ տիրապետում են եւ իրենք հանրահռչակում հրապարակում են այնպիսի տվյալներ, որոնք իրականությանը չի համապատասխանում։ Եթե Արցախից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի տխրահռչակ այս պատերազմից հետո դուրս է եկել իրենց հրապարակած տվյալներով մոտ 101,000 անց, 120,000 բնակչություններ, մասնակի մի մասան դուրս էր եկել այնտեղից առողջական խնդիրներով եւ այլ խնդիրներով պայմանավորված, մինչ այստեղ եւս արկա էր Հադրութի, Մարտակերտի, Շուշիի շրջաններից բռնագաղթած Արցախայություն, այսինքն մոտ 150,000, այո, 150,000 մոտավորապես 20-ից 23 թվականների ընթացքում իրենք ըստ Հայաստանի Հանրապետության անձնագրային բաժնի տվյալների փախստականի կարգավիճակ է ստացել մոտ 77,000 արցախցի, այսինքն ստացվում է մնացածները դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից, բայց իրենք միաժամանակ ասում են, որ իբրև մոտ 20,000 է դուրս եկել։ Մեր տվյալներով դեռ մի տարի առաջ եղած տվյալներով 40,000-ը արդեն դուրս էր եկել, մեր ունեցած տվյալներով։ Իրենք ասում են մոտ 20,000, այսինքն իրենց հրապարակած թվական տվյալները, որ իբրև փախստականի կարգավիճակ ունի մոտ 77,000-ը, չի համապատասխանում Արցախայության բնակչության թվակազմին։ Բացի այդ, իրենք ասում են, որ Արցախից այստեղ գրանցվել է 79,000-ից մի քիչ ավել անց, դա էլ չի համապատասխանում իրականությանը։ Մենք գիտենք, որ Հայաստանում ծնված, բայց Արցախում ապրած անձանց չի տրվել փախստականի կարգավիճակ, բնական է այդ 77-ի 79-ի միջև տարբերությունը այդտեղից է գալիս, բայց 79-ի եւ 150-ի միջև կամ 120-ի միջև տարբերությունը մենք չենք կարողանում տարբերակել, թե որտեղ է գտնվում, եւ Հայաստանի Հանրապետությունը չի տրամադրում այն բազան, թե մենք որ կատեգորիայից ինչքան բնակչություն ունենք, բայց միանշանակ ինքը տիրապետում է, իր բազաներում կան, այ օրինակ, փորձենք օգտվել տրանսպորտային միջոցներից ըստ Հայաստանի Հանրապետության կայացրած վերջին որոշման, զովասների համար ձրի է, չէ՞, սոցիալական քարտի համարը ներբեռնում ենք Երևան տրանսպորտի այդ կայք էջին եւ ինքը անմիջապես տալիս է արցախցի զոհվածինը, որ ձրի է։ Տալիս է, եթե չունի բազա Հայաստանի Հանրապետությունը կամ Երևանի քաղաքապետարանը, ապա որտեղից իրեն այդ տվյալները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը, միգրացիոն ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ պետական ուժային եւ ասենք քաղաքական բնույթի պետական կառույցները բացառվում է չունենան ողջ ինֆորմացիան, այսինքն 20 թվականի պատերազմից այս կողմ ողջ ինֆորմացիան Արցախի բնակչության տեղաշարժը, թե Արցախի ներսում մինչ վերջին հայաթափումը, թե Հայաստանի Հանրապետությունում եւ որքան են Հայաստան, այսինքն ինչ է նշանակում, մենք այդ կարգի պետական ապարատ չունենք, որ օդանավակայանում չգիտենք
մեկնողներից չէ՞ որ անձնագրի մեջ կոդային տարբերություն կա, քանիսն են մեկն է, քանիսը չեն մեկն է։ Այսինքն մենք այդ կարգի թույլ իշխանություն ունենք, որ չգիտեն քանիսն են գրանցված որպես աշխատող, աշխատանքի սոցիալական հարցով նախարարությունը չգիտի քանիսն են գրանցված, քանիսը ոչ։ Շատ լավ էլ գիտեն, ուղղակի իրենք այդպես են հրճակում, որ իբրև տվյալները չունեն, բայց միաժամանակ թող աշխատեն ձեր իհարկե, թող հարցումներ անեն, թող ասեն թաղապետարանին, համայնքապետարաններին դիմեն ասեն բանը հաշվառում արեք, տեսեք հաշվառումը բոլոր անձնագրայիններում կա։ Լրիվ ունեն, ժամանակավոր հաշվառումը առկա է, իրենք պահանջել են ժամանակավոր հաշվառվեն այն անձիկ, որտեղ բարձր բնակվում են, եւ իրենք հստակ ունեն տեղեկատվություն, բացի այդ Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե լքում են 10 օրով օրինակ, ապա այդ ամսվա տրվելիք փոխհատուցումը կտրվում է այդ դեպքում որտեղից ինֆորմացիան տեղեկատվությունը եթե ինքը չունի այդ բազան ունի հստակ պատկերացում ունեն որքան արցախցի է այս պահին բնակվում եւ որ մարզում որքան մենք ժողովրդագրական պատկերը մի քիչ կատարել ենք ունենք մեզ մոտ տվյալները ունենք բայց այն չի անցնում այդ թվականակից 79-ից չի անցնում հետեւաբար մեզ մոտ այն տպավորությունն է որ արցախցիների մի մասը այս պահին լքած է Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 30%. Այո, լքած է եւ նույնիսկ այն մնացած մասսայի առումով ինքը հստակ քաղաքականություն չի իրականացնում բնակչությանը լիարժեք ապահովելու կամ էլ նրանց կարիքներից բխող սոցիալական հարցերին գոնե փորձի լուծում տալ գոնե փորձի